Այժմ տեսնենք ինչ են ուզում կարտերը հուշել ջրհոսների։ Ինչ կարևոր ինֆորմացիա պետք է լսեն ջրհոսները այս պահին։ Տեսնում եմ բաժը թրերի, սա 7-ն է ջահերի և տեսնում եմ 10-ը թրերի։ Ինչ են ուզում կարտերն այս պահին ասել ջրհոսներին։ Հետաքրքիր բան եմ տեսնում, ես այստեղ ստերում կարտ եմ տեսնում, պահեմ սրա մասին վերջում կասեմ։ Տեսեք, բաժը ընդհանրապես երեխան է, նոր է, ինչ-որ մի բան, ինչ-որ մի նոր ծրագիր, նոր գաղափար, սա գաղափարի կարտն է, ինչ-որ մի նոր միտք է ծագել ջրհոսների մտքում, գլխում։ Դա ինչ-որ հանկարծ որոշել եք, կոնկրետ որոշել եք, այսպես պահի ազդեցության տակ եւ որոշել եք եւ ես ուզում եմ եւ ես կհասնեմ իմ նպատակին, անկախ նրանից թե ինչն է ձեր նպատակը։ Իրականում այնպես ամեն ինչ հեշտ չի լինում, հեշտ չի լինելու կամ հեշտ չի լինում, ինչպես ձեզ թվում էր, այսինքն դուք այսպես չէ, երեխաները տաքարյուն են, որովհետև հեռանկարներ չեն տեսնում, դու ուզում ես, բայց ուզելը քիչ է, չէ, ճանապարհ պետք է անցնել, ինչեր է պետք ձեր նպատակին հասնելու համար։ Պարտադիր չի, սա երեխայի մասին չի խոսքը, հասկանում եք։ Ուղղակի շատ այսպես կտրուկ որոշում են, հա, թրով ես ուզում եմ եւ վերջ, բայց բարձվում է ճանապարհին, որ բավականին փորձություններ կան եւ բավականին պետք է ջանքեր թափել։ Եվ ես կարծում եմ, որ ջրհոսները բավականին ի վիճակի են, կարող են բոլոր ջանքերներ թափել եւ կանգնել իրենց այսպես համառորեն իրենց նպատակից եւ չեն շեղվելու։ Բավականին ծանր է նստելու։ Ամեն անգամ երբ ձեզ թվալու է, թե ես արդեն հաղթեցի, արդեն դժվարություններն անցան, իրականում այդպես չի լինելու։ Իրականում ավելի եւ ավելի նոր խնդիրներ են առաջանալու, բայց երբ կհասնեք վերջնակետին եւ կթվա, որ արդեն էլի ես ուժ չունեմ, էլ չեմ կարող, չգիտեմ ինչ հարցում է սա, ինչին կարող է վերաբերել, միայն դուք ջրհոսներդ կարող եք սա հասկանալ, ամեն ինչ կվերջանա, խնդիրները կվերջանան եւ ես տեսնում եմ ստվերում այստեղ լիարժեք մարդուն։ Թագուհուն եմ տեսնում Պենտակլի։ Եթե սա ֆինանսական հարց էր, անձնական հարաբերություններ էր, դուք կհասնեք իրականում ձեր նպատակին, բայց շատ ավելի դժվար կլինի ճանապարհը, քան ձեզ թվում է, ընդ որում մի քանի էտապով, տեսեք։ Առաջինը ես ուզում եմ, շատ լավ է, ուզում եք եւ գնում եք ձեր ճանապարհով։ Երկրորդը, դե չէի սպասում այսպիսի խնդիրներ կլինեին, բայց կան որոշ խոչընդոտներ, ոչինչ, ես այնքան ուժեղ եմ, ես կարող եմ, ես կհաղթեմ։ Եվ կարողացաք։ Երրորդ էտապը, որ շատ ավելի նոր, հա, խնդիրներ են առաջանում ձեզ համար անսպասելի, ձեզ թվում է թե բոլոր կողմերից այսպես ձեզ թրերով հարվածում են, ձեզ թվում է թե դուք էլ ուժ չունեք, բայց հենց հասկացաք, որ արդեն սա վերջն է, ես սրանից ավել չեմ կարող ջանքներ դնել, դա կլինի վերջը։ Դա կլինի բոլոր խնդիրների վերջը եւ դուք իրականում կհասնեք ձեր նպատակին։ Կլինեք բավարարված, ձեզնից գոհ եւ իրականում այս կոպեկը ձեռքից դա պարգևատրումն է։ Ձեզ շատ ավելի հեշտ էր թվում այդպես չի լինելու, բայց կարևորը վերջում դուք ձեր նպատակին կհասնեք։ Ես չեմ կարող ասել այս դեպքում կարտերի խորհուրդը որն էր։ Կարտերի խորհուրդն այն էր, որ միգուցե մի քիչ ավելի երկար մտածեք, այդպես չորոշեք եւ այս պահին որոշեցի, ուզում եմ մի քիչ ավելի երկար մտածեք, ավելի շատ ուսումնասիրեք ձեր ծրագիրը, եթե ինչ-որ այդպիսի նոր գաղափար ունեք, որպեսզի ավելի հեշտ լինի այդ ճանապարհը, այդքան չբարթանա, ինչքան որ կարտերում երևում էր, որտեղ դուք ի վերջո նպատակին կհասնեք, բայց կարող եք շատ ավելի հեշտությամբ միգուցե հասնել, եթե մի քիչ ավելի ուսումնասիրեք, ավելի շատ ինֆորմացիա ձեռք բերել, թե այդ ծրագիրը, այդ նպատակ իրականացնելու համար ձեզ այլ ինչ է պետք, որպեսզի ավելի հեշտացնի ճանապարհը։ Այժմ տեսնենք ինչ կարևոր ինֆորմացիա են ուզում հաղորդել կարտերը ձկներին։ Ինչ կարևոր ինֆորմացիա պետք է ձկները լսեն այս պահին։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, շատ հետաքրքիր եւ շատ տարօրինակ։ Շատ ուրախ եմ, որ այս կարտն է դուրս եկել, սա 10-ն է բաժակների
այստեղ դատաստանի կարգն է եւ արդարադատության։ Եթե կան ձկներ, որոնք ինչ որ արդարադատության ինչ որ խնդիրներ ունեն, դատական ինչ որ process-ների մեջ էին, սա հաղթանակ կլինի ձեզ համար, այսինքն դուք կնշեք, տեսնում եք ծիածանը, բարեկամներով հավաքվել եք, նշում եք, անպայման ձեզ համար հաջողություն կլինի եւ արդարությունը կլինի ձեր կողմը։ Դա առաջին ամենապարզ, այսպես ասեմ, իրավիճակը, որ տեսնում եմ, մեկնաբանությունը։ Բայց եթե նայենք այլ տեսանկյունից կարող եմ ասել, չգիտեմ ինչերի միջով եք անցել վերջերս սարգելի ձկներ, ինչ այսպես լուրջ փորձությունների միջով եք անցել, ինչի հետ կապված, միայն դուք իմանաք, ես չեմ կարող օրինակներ բերել, մանրանալ, ամեն դեպքում ձեզ վերին ուժերը դատաստանով կարող են որոշել, որ հանուն արդարության դուք արժանացել եք պարգևատրման։ Այսինքն, եթե ինչ-որ դժվարությունները որոշ ձկներ դժվարությունների միջով անցնում էին եւ մտածում էին, տեսնես ինչի համար, հա մեկ լինում է, չի ասես Աստված, ինչի համար, ինձ այսքան փորձություն ինչի համար էր, իրականում կվերջանան ձեր փորձությունները, կվերջանան եւ կվերջանան այսպես շատ գեղեցիկ։ Դուք ձեր բարեկամներով, շատ մտերիմներով կհավաքվեք, կնշեք։ Ես այդպես եմ տեսնում, ուրիշ առանձնապես ոչինչ չեմ տեսնում։ Եթե կան ինչ-որ դժվարություններ, իրականում շատ շուտով ձեր դժվարությունները կվերջանան, դուրս կգա, ծիածանը դուրս կգա եւ դուք կհավաքվեք, կնշեք եւ ամեն ինչ կվերջանա շատ շուտով, շատ շուտով։ Շատ կարճ կոնկրետ եղավ, բայց ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, ճիշտն ասած, դատաստանով, արդարադատությամբ։ Կարևորը որ շատ գեղեցիկ է վերջանում, ինչ էլ որ լինի, հարգելի ձկներ, ես ձեզ ամենայն հաջողություն եմ մաղթում։